Civitas հիմնադրամի 5-րդ տարեկան զեկույցն է։ Ինչպես նախորդ մյուս զեկույցներն, այս անգամ էլ այն անդրադառնում է Հայաստանի ներքին, արտաքին եւ տնտեսական զարգացումներին։ Նախատեսված քննարկման մասնակիցներից ներկա չէր միայն ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Փոխարենը ազատ-դեմոկրատ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ու ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանն ամփոփեցին 2012-ը։ Հովհաննես Իգիթյանն արձանագրում է. այսօր մենք ունենք հիասթափված հասարակություն, որը 2012-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքն է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակությունը բավականին ակտիվ էր, այդպիսի ակտիվ հասարակություն, ինչպիսին որ մենք ունեցել ենք 2008 թվականի ընտրություններից հետո, մենք վաղուց չենք ունեցել։ Բայց ամենակարևոր բան չիրականացավ, այսինքն հասարակության բանավեճը չտեղափոխվեց պարլամենտ։ Ալեքսանդր Արզումանյանը հասարակության հիասթափությունը մեկնաբանում է այլ կերպ։ Ասում է, այն ուղիղ համեմատական է քաղաքական գործիչների գործունեության հետ։ Կամ պետք է մենք դուրս գանք քաղաքականությունից, կամ պետք է մասնակցենք քաղաքական գործընթացներին, բայց քաղաքականությունը հենց նրա համար է, որ աշխատես, պայքարես եւ հասարակությանը քո օրինակով ցույց տաս, որ կա ճանապարհ։ Պատգամավորի խոսքերով սեմինարների ժամանակ չէ, որ պետք է քննարկել, թե հասարակությունն իրեն ինչպես կդրսևորի այս կամ այն իրավիճակում։ Ալեքսանդր Արզումանյանը մի բան հստակ գիտի։ Եթե հասարակությունը գիտակցեց, որ իր ձայնը գողացված է, հասարակությունը դուրս է գալիս փողոց, ի հեճուկս այդ կեղծողների էլ, մյուսների էլ։ Պարոն Արզումանյանն առանձնացնում է նաև 2012-ին ՀԱԿ-4 երիտասարդ ակտիվիստների դեմ դատական գործընթացն ու նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին փողերի լվացման մեջ մեղադրելը։ Ալեքսանդր Արզումանյանը այն միշտ քաղաքական հետապնդում է համարել։ Բախտակից ենք պարոն Օսկանյանի հետ, երկուսս էլ փողերի լվացմամբ ենք զբաղվել ըստ իշխանությունների։ Նարինե Սարգսյան, Կարեն Չիլինգարյան, IPV։